Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 3։ Ամբարիշտները դժոխքի մեջ պիտի ետ դառնան, և ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Սաղմոս 9-րդ գլուխ 17-րդ խոսք։ Եթե հավատում ես Աստծուն, հավատա նաև սրան, որ ամեն մի ամբարիշտ մարդու համար կա ընդամենը այս երկու ճանապարհներից մեկը, կամ ապաշխարություն, այսինքն դարձ, կամ դատապարտություն։ Գիտեմ, որ ամբարիշտները հազիվ թե համոզվեն թե այս ճշմարտության, թե դրա արդարության մեջ։ Զարմանալի չէ, երբ մեղավորը վիճում է օրենքի դեմ։ Քչերն են պատրաստ հավատալ, որ այն, ինչին չեն ուզում հավատալ, ճշմարիտ է, և էլ ավելի քիչերն են պատրաստ ընդունել որպես ճշմարտություն այն, ինչն իրենց դեմ է ուղղված։ Բայց օրենքի կամ դատավորի հետ վիճելը չէ, որ կփրկի հանցագործին։ Օրենքի հանդեպ հավատն ու հարգանքը կարող են կանխել նրա մահը, բայց օրենքը մերժելն ու մեղադրելը միայն կարագացնի այն։ Եթե այդպես չլիներ, 100 մարդ կներկայացներ իրենց փաստարկները օրենքի դեմ, մինչդեռ միայն մեկը կներկայացներ իր փաստարկները օրենքի օգտին։ Մարդիկ ավելի շուտ բերում են իրենց պատճառաբանությունները, թե ինչու չպետք է պատժվեն, քան թե լսում են իրենց իշխանավորների պատվիրաններն ու պատճառները, որոնք պահանջում են հնազանդություն։ Օրենքը չի տրվել դատելու, այլ դատվելու և դրանով ընթանալու համար։ Եվ եթե կասկածում եք, թե սա Աստծո խոսքն է, թե ոչ, ապա բացի հարյուրավոր այլ խոսքերից կարող եք բավարար կերպով համոզված լինել այս մի քանիսով։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձ չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը։ Մատթեոս 18-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Հովհաննես 3-րդ գլուխ 3-րդ խոսք։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է, հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ 2 Կորնթացիս 5-րդ գլուխ 17-րդ խոսք։